է եւ ժողովրդին էլ պետք է հանգիստ թողել լարվածությունը սահմանի վրա միշտ է Բայց մեծ տրամաչափն է զենքերի մեծացել փոխվել է ասենք 120 մմ-անոց բայց ականանետերը շատ ավելի մեծ տրամաչափի են լինում թնդանոթները ավելի մեծ եւ այլն հա կա այդ երևույթը կա տրամաչափի բարձրացում զենքի կիրառվող զենքի բայց ես ասացի որ Ադրբեջանը ուղղակի ահաբեկչական գործողություններ է իրականացնում ահաբեկում է սահմանի պաշտպանի Հիմա մեր հակահաբեկչականը համապատասխանում է հակահաբեկչականը դեռ պետք է արվի ես կարծում եմ որ կանեն հակահաբեկչական գործողություն իրականացնել ահաբեկիչների դեմ չի կարող այլ անուն ունենալ մի մարդ, որը ստորագրում է զինադադարի պայմանագիր, որը ստորագրում է համատեղ դիմումը միջնորդ երկրների ղեկավարների եւ հաջորդ օրը հարձակում է գործում, ուղարկում է մարդասպաններ սահմանի վրա։ Դա ահաբեկիչ է։ Ուրիշ անուն նա ունենալ չի կարող։ Եվ իրեն պետք է պատժել որպես այդպիսի Բայց երեք չարաչորը խոսել եմ ռուս քաղաքագետներից մեկի հետ, փորձագետներից, ասում են, որ սահմանին այդ լարվածությունը քննություն է ՀԱՊԿ-ի համար ապացուցելու իր կենսունակությունը։ Դե մենք այսօր ՀԱՊԿ անդամ ենք, չէ՞, եւ եթե մեծ հաշվով վերցնենք բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացրել ՀԱՊԿ-ի հետ միասին։ Եվ այն ինչ որ անում է այսօր Հայաստանը, նաև դրա մեջ կա այն մասը, որը նա սովորել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների ժամանակ։ Այդ առումով կարելի է ասել, որ սա կարող է հանդիսանալ նման մի ՀԱՊԿ-ը միասնական կառույց է, որտեղ զինվորները, որտեղ պաշտպանական մարմինները համատեղ զորավարժություններով բարձրացնում են իրենց մարտունակության վիճակը։ Պարոն Շիրխանյան, Այշանտ 2015-ի շրջանակում հավանական սցենարների շարքում խարխվեց սցենար, որ եթե պատերազմը հանկարծ սկսի ու դաշնակցային գործընկերը չկատարի իր պարտականությունները եւ Հայաստանը մնա մենակ։ Դա մեսիջ էր։ Կանխատեսում է։ Մեսիջ կար այդտեղ։ Քաղաքական առհասարակ ենթատեքստը կար այդ զորավարժության։ Իհարկե, քաղաքական ենթատեքստը այն էր, որ պաշտպանության գերատեսչությունը պետք է իմանար երկրի մոբիլիզացիոն հնարավորությունների իրական վիճակը։ Եվ նա իմացավ, ինքը հաստատ դրան, կարծում է։ Ոչ ամբողջովին կարող է նա կրկնել այդ նույն բանը մի քանի անգամ։ Իսկ այս մասը որ ասեցի, Ռուսաստանին ուղղված, մեսիջ էր դա։ Ուրեմն, երբ որ Այսինքն մենք ունենք այդ մտավախությունը, որ հանկարծ մենակ կմնանք, ինչպես 90-ականներին։ Ես չունեմ։ Ես այդպիսի մտավախություն չունեմ, 90-ականներին մենք մենակ չենք եղել։ Սկզբի տարիների մենակ ենք եղել։ Սկզբի տարիներին, երբ որ Հայաստանը դեռ չէր կողմնորոշվել, երբ որ Հայաստանը դեմ էր քվեարկում Ռուսաստանին, Խորհրդային Միությանը եւ իրականացավ օղակ օպերացիան, հիշում եք։ Դա այն ժամանակ էր, երբ որ Հայաստանը դեմ քվեարկեց Խորհրդային Միության պահպանման հանրաքվեին։ Հայաստանը դեմ քվեարկեց եւ ստացեց օղակ օպերացիան։ Այդ ժամանակ մենք մենակ էինք, իսկապես մենակ էինք։ 200 միլիոն վարկը գազի գնի իջեցումը եւ այլն, սրանք ինչ ժեստեր են, Ռուսաստանը այս ժեստերով ինչ է ուզում։ Շատ դրական։ Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը ունի ֆինանսական խնդիրներ, շրջափակված լինելով, տնտեսության վիճակը շատ լավ գիտի եւ օգնում է, որ Հայաստանը կարողանա իր զինուժը պահել պատշաճ մակարդակի վրա։ Մենք ունենք հնարավորություն այս 20-25 տարիների ընթացքում գոնե ինչ-որ կերպ զենքի արտադրություն, այսպես ասած, սեփական դնենք, որ այսօր կախվածություն չունենայինք։ Ըստ ձեր կարծիքով դա եղել է։ Հիմա ես տեղյակ չեմ ուղղակի, ես չեմ կարող։ Չեմ ասում հիմա։ Ձեր կարծիքով ունեցել ենք այդ հնարավորություն, որ այսօր Ռուսաստանից լիովին կախված չլինենք։ Լիովին կախված չլինել որևէ մի երկրից Հայաստանը չի կարող։ Եվ ոչ մի երկիր չի կարող լինել լիովին անկախ։ Ոչ մի Ռուսաստանն էլ անկախ չէ, Ամերիկան էլ անկախ չէ։
Չինաստանն էլ անկախ չի։ Իսկ Հայաստանը ավելի ևս անկախ չի կարող այդ առումով։ Իսկ սեփական արտադրություն զենքի իհարկե Հայաստանը կարող էր ունենալ եւ չգիտեմ հիմա ունի թե չէ, կարծում եմ որ ինչ-որ համատեղ է հիմնականում։ Չգիտեմ, ես չեմ կարող դա քննարկել։ Իսկ այս իրավիճակը եւ սահմանին իրավիճակը եւ աշխարհաքաղաքական փոփոխությունները, վերաձևումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ որ փոփոխություն կմտցնեն կամ գուցե պետք է մտցնեն մեր մոտեցումները։ Գիտես, աշխարհաքաղաքական փոփոխություններ, եթե տեղի ունենան, Աստված ոչ անի, դրանք անպայման կազմեն եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի, եւ տարածաշրջանի վրա իհարկե դրանք կունենան ազդեցություն, բայց առավել եւս դա հուշում է միայն մի բան, որ Հայաստանը պետք է լինի գեր մոբիլիզացված հայությունը, գեր մոբիլիզացված եւ իր խնդիրները ուրիշի վրա դնելու հույս չունեն։ Բայց եթե մենք չենք կարողացել 25 տարում հզորանալ։ Մի ով ասեց որ։ Հուսանական չէ։ Մեր տնտեսությունը կարողացել է հզորանալ։ Մենակ բանակին չպետք է ասենք։ Բայց բանակը շատ հզոր է։ Հայաստանի բանակը բոլորն են այդ հնարավորականը տալիս, բոլոր փորձագետները, մենք ունենք հզոր բանակ։ Կարողացել ենք դա, ինչու՞ չէ։ Տնտեսությունն էլ կարող էր լինել հզոր, եթե Հայաստանում չգործեր այս քայքայիչ լիբերալ մոնետարիստական համակարգը։ Ռուսաստանի եւ Ամերիկայի շահերը բախվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթությունում։ Ասենք երկուսն էլ ուզում են խաղաղ կարգավորում, բայց նրանց ճանապարհները տարբեր են թե նույնը, որտեղ կարծիքներ կան նրանց հետ կապված տարբեր։ Շահերի բախումը տեղի է ունենում Այսինքն ճանապարհի հասնելու նրանց մոտեցումները նույնն են։ Այդությունում է շահերի բախումը։ Մեծ իրությունների շահերի բախումը տեղի է ունենում ռեսուրսների համար պայքարի դաշտում։ Ռեսուրսներ, կոմունիկացիոն, բնական եւ այլն։ Եվ պետք չի այնքան միամիտ լինել, որ ասել թե ամերիկան մարդու իրավունքների համար կանոնած մի հզոր է, հսկա է, որը արդարության համար ամեն ինչ կան, այդպիսի բան չկա։ Նկատի ունեմ նույն ճանապարհն են տեսնում դեպի խաղաղություն, թե իրենք պատկերացումները տարբեր են, այդ է։ Ամեն մեկը տարբեր ելներով իր ազգային շահերից։ Կարող եք մանրամասնել, որտեղ տարածքների հազմումից ավելի շատ Ամերիկան է խոսում։ Դե թող խոսի, Ամերիկան մի ժամանակ խոսում էր, որ ինչու չէ Նախիջևանը փոխենք Ղարաբաղի հետ, այդպիսի պլան կար։ Ամերիկան իր համար այդպիսի փոքր կտորներ այստեղից այնտեղ դնել եւ այլն սովորական խնդիր է։ Բայց մենք նորից եմ ասում, մենք չպետք է հույսերս տնենք կամ էլ հետևենք լրջորեն այդ բոլոր ասածներին։ Պարոն Շիրխանյան, մեկ-երկու անգամ կոնկրետ հենց իմ հետ հարցի պատասխան Ղարաբաղի ղեկավարություններից մեկը Վակո Սահակյանը, մյուսը վարչապետը ներկայից ակնարկել են, որ մադրիդյան սկզբունքները իրենց համար անընդունելի են։ Եվ եթե նստեն, հաստատ դրա շուրջ իրանք չեն նստելու։ Իսկ ով ասեց, որ դրանք ես 15 տարի ասում եմ, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են եւ մենք պետք է ներշենք դրանք։ Ստարավուց եմ, շատ լավուց, միշտ, որովհետև մադրիդյան սկզբունքները ուղղակի ասում են Արցախը հանձնեք Ադրբեջանին, ուղղակի, ուրիշ ոչինչ։ Եվ դա եղել է նույն միջազգային հանրության, այսպես կոչված, ճնշման տակ ընդունվել է։ Բայց եթե մենք ասում ենք, այս հարց ավելի շատ Ռուսաստանի զգոյության տակ է, այդ դեպքում չէր կարող ինչ-որ բան փոխել։ Վերջին ինքը սեփական տարածքների համար ամեն ինչ անում է, որ հետ վերցնի։ Սեփականը կանի, այստեղ էլ ինքը քաղաքին դիմադրել այդ խնդիրներում, բայց արտաքին ճնշումը շատ մեծ է եղել, որ մադրիդյան սկզբունքները ընդունվել են բոլորովին այլտեղ, այլ ճնշման տակ, եւ դրանք ուղղված են միայն մի նպատակի Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին։ Այդ դեպքում մենք ինչի չենք ընդդիմանում, թե կգա ժամանակ կընդդիմանանք։ Չէ, հայկական կողմը, որոնք բանակցում են։ Կգա այդ ժամանակ։ Որ կընդդիմանանք։ Չէ, դա ուղղակի հանձնում է։
Իսկ սա մի վերջին հարցը, սահմանադրական այս կառավարման համակարգի փոփոխությունը չէ, պատերազմական այդ վիճակում վտանգ չեք տեսնում, նույն սահմանադրական դատարանի անդամները վտանգ են տեսնում։ Պատերազմող երկրի դեպքում։ Սահմանադրությունը ուղղակի չեմ կարծում։ Չէ, կառավարման համակարգի զուտ փոփոխությունը վտանգավոր է թե ոչ։ Կառավարման համակարգ պաշտպանության համար գերկարևոր խնդիր է։ Որովհետև բանակը միազնյա կառավարման համակարգ է եւ նա պետք է հստակ իմանա իր ֆունկցիաները եւ գործողությունները։ Թե ինչ է նախատեսում այս սահմանադրությունը այդ ոլորտում ես չգիտեմ։ Դե վարչապետն է պատասխանատուն լինելու խաղաղ պայմաններում, հետո հանձնելու, այսինքն մենք կարող է ժամանակի կորուստ ունենանք, չէ՞, կհասցնենք օպերատիվ որոշումներ կայացնենք, երբ որ իրավիճակը սրվի, էս է խնդիրը։ Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև մի կողմից էլ ասում են, որ դեռ շարունակվում են փոփոխություններ այդ նախագծում։ Հայտնի չի թե վերջնական տեքստում ինչ է մնալու։ Եվ չեմ կարծում, թե սահմանադրական դատարանը այդ սահմանադրության նախագծի մշակողները Հայաստանից դուրս ապրող մարդիկ են, անտեղյակ են ռազմական վտանգից, հնարավոր պատերազմական գործողություններից եւ դրել են մեխանիզմներ, որոնք կարող է վնասել։ Չեմ կարծում։ Մոտիկից տեղյակ չեմ, երբ որ կլինի այն ժամանակ ես կարող եմ ասել, թե ինչը այնպես չի։ Մեր արտաքին գերատեսչության արտաքին քաղաքականությունը համահունչ է այսօրվա եւ սահմանային իրավիճակին եւ ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ ենք քայլում արտաքին հարթությունում։ Այդ դուք ասացիք պետքա դատարան դիմենք եւ այլն։ Գիտես, ես հիմա շատ հեռու եմ քննարկելու արտաքին քաղաքականության խնդիրները, որովհետև չեմ զբաղվում դրանով բաղաց։ Բայց ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք ռազմի դաշտում հաղթել ենք, արտաքին քաղաքականության դաշտում պարտվել ենք։ Հակառակ դեպքում Ադրբեջանը ընդունած կլիներ իր պարտությունը, հաստատած կլիներ Ղարաբաղի կարգավիճակը, փաստը սա է։ Այսինքն մենք ռազմական համարձակ գործողությունները մեր գերատեսչությունը կարող է մեզ մարսել տալ միջազգային հարթությունում։ Հա կարող ենք հակաամերիկյան լուրջ բաներ անել, ավելի լուրջ, բայց կմարսենք այդ։ Ես մի հատ բան պատմեմ քեզ։ Աուստերլիցից հետո Նապոլեոնը իր արտգործ նախարարի Թամերլերում ասում են մենք տեղ ենք գնում, վերցնում է տանում է դաշտ, Աուստերլիցի դաշտ, որտեղ հազարավոր, 11,000 դիակներ նեղել են։ Ես մարդը լինելով ինտելիգենտ, քիթը մի կերպ պատելով, բայց ստիպված Նապոլեոնի հետևից քայլում է դիակների վրայով, կողքով, դուրս են գալիս, ասում են ինչու արեցիր։ Ասում է, որպեսզի դու հասկանաս երկու արտաքին քաղաքականության մեջ իմանաս հաղթանակի կինը։ Հիմա պետք է տենց անենք աչքս Նալբանդյանին հասկացա։